Սկրիպ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, Հայաստանի Հանրապետությանը 26%-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս նախնական ժամկետի 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում կապահովի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը, նշել է Արարատ Միրզոյանը։ Պաշտպանության կողմը համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք պաշտպանության կողմի գնահատմամբ ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։ Այս մասին հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Պաշտպանության կողմի ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն եւ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Պաշտպանը նշել է նաև, որ այս գործով Գագիկ Ծառուկյանը կարող է տուժող ճանաչվել։ Չնայած ներքին գործերի նախարարության կիբերոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին, խարդախները շարունակում են 5G ցանցի թարմացման, կապի որակի բարելավման կամ տեխնիկական կարգավորումների պատրվակով ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ եւ համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ եւ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Հետևաբար անվտանգությունն ապահովելու համար ներքին գործերի նախարարությունը հորդորում է. մի ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, մի տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը եւ կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ Դատարանը նախագահությամբ դատավոր Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-236-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրվող պաշտպանյալիս Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Ավարտվել է այս քաղաքական հետապնդումը եւս ավարտվել է պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ դատարանի ավարտվել է արդարությամբ եւ արդարադատությամբ։ Շնորհակալ եմ Պատվարշան դատարան, նշել է Վահե Եփրիկյանը։ Տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում, աստեղեկությունների միսակվան 6-րդ կամ 8-րդ հարկից պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու լուսամուտից ընկնելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինքնասպանության հասցնել է հատկանիշներով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Reuters գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ըստ Բաքվի պաշտոնյայի գտնվում են իրական խաղաղության փուլում եւ վերականգնում են առևտրային կապերը տասնամյակների հակամարտությունից հետո, սակայն Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխություն վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Reuters-ի հրապարակման համաձայն Ադրբեջանի նախագահի օգնական արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղությունը միայն թղթի վրա գրված հայտարարություն չէ, այլ իրականություն է։ Նրա խոսքով դրա վկայություններից մեկը Հայաստանի հետ ուղիղ շփումների եւ երկկողմ առևտրի աճն է, այդ թվում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների ավելացումը։ Ռուսաստանը սպասում է, որ Բաքուն եւ Երևանը կհամաձայնեցնեն 3+3 հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հերթականությունը։ Այս մասին ճապազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած նիստի արդյունքներով։ 3+3 հարթակի առաջին փորձագիտական նիստում, որը տեղի ունեցավ հունիսի 5-ին 2026 թվականի Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն հանդես են եկել քաղաքականացումից զերծ փոխշահավետ տնտեսական կոնկրետ նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը, հայտարարել է Զախարովան։
Մոսկվայի Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից այսուհետ կգործի ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն դեպի Երևան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիքսուտովը։ Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի է ավելի քան 170 միջքաղաքային եւ միջազգային երթուղի։ Մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ միջազգային ավտոկայանից հնարավոր է ուղիղ հասնել Հայաստանի մայրաքաղաք Երևան, ասել է Լիքսուտովը։ Նրա խոսքով Երևան ավտոբուսները կմեկնեն շաբաթը մեկ անգամ յուրաքանչյուր 5 շաբթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց Մոսկվայի մետրո բջջային հավելվածի միջքաղաքային ավտոբուսներ բաժնի միջոցով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանը կարող է սրել իրավիճակը Պետդումայի ընտրություններից հետո։ Նրա խոսքով Մոսկվան կարող է մեծացնել զորահավաքի ծավալները եւ Կիևը արդեն այժմ պատրաստվում է նման սցենարի։ Զելենսկին ընդգծել է Ուկրաինան պետք է նախապես հաշվարկի հնարավոր զարգացումները եւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Կրեմլը Զելենսկու այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։ Եվրամիության անդամ երկրների նախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի Դաշնության դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Բրյուսելի դիվանագիտական աղբյուրների փոխանցման բանակցությունները հետաձգվել են մինչև հաջորդ շաբաթ։ Միաժամանակ մեկ շաբաթով սառեցվել է նաև ռուսական Urals նավթի գնային սահմանափակման շուրջ քննարկումը, որի առաջարկվող շեմը կազմում է 1 բարելի դիմաց $44։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. անընդհատ կոչ է անում Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը Ուկրաինայում։ Նրա խոսքով յուրաքանչյուր զրույցի ընթացքում նա ասում է. Վլադիմիր, ժամանակն է, որ դու դադարեցնես։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի։ Թրամփը համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել։ Կրեմլը Թրամփի այս հայտարարությունները դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածների ալիքը, խոցելով հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաեւ առափնյա դիտակետեր։ Հրամանատարության տվյալներով հարվածների ընթացքում կիրառվել է բարձր ճշգրտության զինամթերք, իսկ թիրախների թվում եղել է նաեւ Բանդեր Աբբաս քաղաքը։ Իրանի ՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է հարվածները հասցրել Քուվեյթում գտնվող Ալի Ալ-Սալեմ ռազմակայանին եւ Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազային։ Թիրախավորվել են ամերիկյան կապի համակարգերն ու վառելիքի պահեստները։ Իրանը հայտարարել է, այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրի պաշտպանության վրա։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային նշել է. Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա։ Նրա խոսքով, եթե մյուս կողմը խախտում է պայմանավորվածությունները, ապա Թեհրանը նույնպես իրեն ազատ է համարում չկատարել սեփական պարտավորությունները։ Բաղային ընդգծել է, նույն սկզբունքը կգործի նաեւ ապագայում ցանկացած հնարավոր համաձայնության դեպքում։ Իրանական կողմը շարունակում է պնդել ներկայիս իրավիճակում առաջնահերթությունը երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կտրականապես հերքել է այն պնդումները, թե Իսրայելը որևէ կերպ ազդեցություն կամ ճնշում է գործադրում Դոնալդ Թրամփի վրա, հատկապես Իրանի հարցում։ Նրա խոսքով ինքը անձամբ մասնակցել է որոշումների կայացման գործընթացին եւ կարող է վստահել, նման գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Վենսը նշել է, Թրամփը ինքնուրույն է ընդունում իր բոլոր որոշումները եւ չի ենթարկվում արտաքին շանտաժի։ Փոխնախագահի խոսքով Թրամփի դեպքում նման մեթոդները պարզապես չեն գործում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Իրանը թույլ է տվել երկիրը լքել 2024 թվականի դեկտեմբերից ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն։ Նրա խոսքով կինը արդեն դուրս է եկել Իրանից, գտնվում է անվտանգ վայրում եւ լավ առողջական վիճակում է։ Թրամփը նշել է, Վաշինգտոնը գնահատում է այդ քայլը որպես Իրանի կողմից դրսևորված բարի կամք։ Նա նաեւ հիշեցրել է, Ամերիկուհին ձերբակալվել էր Ջո Բայդենի նախագահության օրոք։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին ընդունված որոշման համար։ Իրանի Ահվազ եւ Չավաբար քաղաքներում պայթյուններ են որոտացել, ինչի մասին հայտնել է Մեհեր գործակալությունը։ Միաժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է սկսել է Իրանի դեմ նոր հարվածների շարք։ Վերջին օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փոխադարձ ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ն հարվածներ հասցնելով Իրանի տարածքին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Կողմերից ոչ մեկը չի հայտարարում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Իսրայելը պատրաստվում է զորքերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող 6 քաղաքներից։ Հաղորդվում է իսրայելական ստորաբաժանումների դուրսբերումից հետո այդ բնակավայրերում կտեղակայվեն Լիբանանի բանակի ուժերը։ Գործընթացը տեղի ունենում Իսրայելի եւ Լիբանանի միջև շարունակող բանակցությունների ֆոնին, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են հասնել խաղաղության վերջնական համաձայնագրի եւ նվազեցնել սահմանային լարվածությունը։ Պաշտոնական հաստատում Իսրայելի կողմից առայժմ չի հրապարակվել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, Վաշինգտոնը չի իրականացնի ցամաքային ռազմական գործողություններ Իրանում իշխանափոխության նպատակով։ Նրա խոսքով, եթե Իրանի ժողովուրդը ցանկանա փոխել իր կառավարությունը, դա պետք է լինի բացառապես իրենց որոշումը։ Վենսը շեշտել է, Միացյալ Նահանգները այլևս չի փորձելու այդ գործընթացը իրականացնել Իրանի ժողովրդի փոխարեն։ ԱՄՆ վարչակազմը շարունակում է պնդել, իր գործողությունների նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ։ Ուկրաինայի զոհանոթաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, Սև ծովում խոցվել է 20 նավ, որոնցից 17-ը նավթային լցանավ են, 2-ը գազատար լցանավ, իսկ 1-ը քարշակ։ Նրա խոսքով ավարտվել է Ազովի ծովում ստվերային նավատորմի դեմ գործողությունների առաջին փուլը, եւ այժմ հիմնական թիրախը Սև ծովն է։ Վերջինս պնդում է, այդ հարվածների հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է փոխադրումները Ազով-Դոնյան ծովային ջրանցքով, իսկ Ռոստովի մարզում սկսել են այլընտրանքային ուղիներ որոնել հացահատիկի արտահանման համար։ Նա նաեւ նշել է, փոքր լցանավերի ոչնչացումը լրջորեն բարդացնում է ռուսական նավթի արտահանման շղթան։ Ռուսական կողմը մինչ այժմ չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Կրեմլը հայտարարում է, ԱՄՆ-ից շարունակաբար ազդանշաններ է ստանում ուկրաինական կարգավորման շուրջ հետագա աշխատանքի պատրաստակամության վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Վաշինգտոնը մտադիր է ակտիվանալ այդ ուղղությամբ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո։ Նա նշել է, նման ազդանշանները փոխանցում են գործող շփման ուղիներով, որոնք պահպանվում են երկու երկրների միջև։ Պեսկովի գնահատմամբ ԱՄՆ պատրաստ է շարունակել իր միջնորդական ծառայությունները ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Լրացուցիչ մանրամասներ կամ ժամկետներ նա չի հայտնել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն The Atlantic-ի աշխատանքային նամակագրություններում կիրառել է հաղորդագրությունների ավտոմատ ջնջման գործառույթը։ Հրատարակությունը նշում է, դա հակասում է պետդեպարտամենտի կանոնակարգին, որը պահանջում է պահպանել պաշտոնական հաղորդագրությունները։ Ավելի վաղ պետդեպարտամենտը դատարանին հավաստիացրել էր, թե Ռուբիոն չի օգտվում նման գործառույթից, սակայն ըստ աղբյուրի հետագայում նա փոխել է Signal հավելվածի չաթի կարգավորումները։ Ամսագիրը հիշեցնում է նաև 2025-ի մարտին Եմենի հարվածների քննարկման շուրջ սկանդալային արտահոսքը եւ գաղտնի քննարկումները հայտնվել էին լրագրողի ձեռքում։ Թրամփը հայտարարել է 5 շաբթի նախատեսված իր հեռուստատեսային ելույթի գլխավոր թեման լինելու են ազատ եւ արդար ընտրությունները։ CNN-ի փոխանցմամբ նա Սպիտակ տանը Իրաքի վարչապետի հետ հանդիպան ժամանակ նշել է, կանդրադառնա նաեւ այլ հարցերի, սակայն հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի ընտրական համակարգի վրա։ Թրամփը հայտարարել է, խոսելու ընտրական մեքենաների անվտանգության եւ օտարերկրյա պետությունների կողմից ԱՄՆ ընտրությունների վրա հնարավոր ազդեցության մասին։ Նրա խոսքով սպասվող հայտարարությունը լինելու է շատ կարեւոր, քանի որ ազատ եւ արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է հուլիսի 18-ին մեկնել Միացյալ Նահանգներ, մասնակցելու սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Ynet-ի տեղեկություններով այցի ընթացքում Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն այն կարող է կայանալ հաջորդ շաբաթվա սկզբին։ Նեթանյահուն վերջինիս անվանել է Իսրայելի լավագույն բարեկամներից մեկը, իսկ ցավակցություններն հայտնել նաև նախագահ Իցհակ Հերցոգն ու արտգործնախարար Գիդեոն Սաարը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածների շարք են սկսել Իրանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Հրամանատարության տվյալներով գործողությունը մեկնարկել է արևելյան ժամանակով ժամը 6:00-ին եւ ուղղված է Իրանի ռազմական կարողությունների հետագա թուլացմանը։ Վաշինգտոնի պնդմամբ թիրախավորվել են այն ուժերը, որոնք օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Իրանական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ-ի հայտարարությանը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջին անգամ արգելափակել է F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ տարեկան հաշվետվության հրապարակումը։ Bloomberg-ի փոխանցմամբ ավելի քան 20 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կոնգրեսի պահանջով պատրաստված զեկույցը չի հրապարակվում։ Կառավարության հաշվետվողականության գրասենյակը նշել է, վերանայման ընթացքում հայտնաբերվել է գաղտնի տեղեկություն, ինչը դարձել է հրապարակումը կասեցնելու պատճառ։ Նախորդ զեկույցներում բազմիցս արձանագրվել են ծրագրային ապահովման, շարժիչների եւ արդիականացման աշխատանքների զգալի ուշացումներ։
Իսրայելի ուժերը հայտարարել են, Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացրել են Համաս Նուհբա հատուկ նշանակության ջոկատի 2 հրամանատարի։ Ըստ տվյալների գործողությունն իրականացվել է երեքշաբթի եւ թիրախ դարձած զինյալները անմիջական սպառնալիք էին ներկայացնում Գազայում գործող իսրայելական ստորաբաժանումների համար։ Իսրայելական բանակը նշել է, հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ քաղաքացիական բնակչության հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով։ Գործողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։ Համասը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2005 թվականի օրենքի խախտմամբ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալությամբ է տրամադրվել Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 2.5 հեկտար հողատարածքը։ Դատախազության միջամտությունից հետո Գուլոյանը վաղը ժամկետ լուծել է վարձակալության պայմանագիրը եւ հողատարածքը վերադարձվել է պետությանը։ Սևանի ափամերձ տարածքում գտնվող հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2021-ից 2024 թվականներին պետությանը չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար, ինչի վերաբերյալ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։ Դատախազությունը հայտնում է, որ տարածքում արձանագրվել են նաև հողազավթման դեպքեր եւ այժմ աշխատանքներ են տարվում այն ապօրինի զբաղեցումից ազատելու ուղղությամբ։ Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնշանակվի Trip Plus ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դրամի միջոցները, հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականի տվյալներով Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվում է, որ նա Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված 36 դոնորներից մեկն է, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են հատկացրել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծին։ 2027 թվականի մարտից 100%-ով կսուբսիդավորվեն բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարակյոսյանը։ 100%-անոց սուբսիդիան կգործի 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար հանրապետության ցանկացած բնակավայրում բացի Երևանից բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով։ Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 միլիոն դրամը։ Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք։ Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից, յուրաքանչյուր չափահաս երեխայի համար կտրամադրվի 4 միլիոն դրամ, գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի եւս 4 միլիոն դրամ։ Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շարունակել է բոյկոտել նիստերը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այս անգամ նույնպես չեն մասնակցել արտահերթ նիստին։ Արտահերթ նիստը նշանակված էր այսօր, իսկ օրակարգը նախապես հրապարակվել էր համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Քաղաքացիական պայմանագրի բացակայության պատճառների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, շնորհակալություն հայտնելով իրեն աջակցող հանրային գործիչներին, նշելով, որ նման քայլերը չեն մոռացվում։ Նա հարց է բարձրացրել, ինչպես կարող է միազգ ունենալ այսքան հարահայտ հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ում էր երկիրն լինի այս վիճակում։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր հետ փոխկապակցված ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Նա պնդել է, որ այդ ձեռնարկությունները որևէ կապ չունեն իր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ եւ հույս է հայտնել, որ դրանց աշխատանքը կվերականգնվի։ Նա նաեւ անդրադարձել է Քրիստոսի արձանի կառուցմանը, նշելով, որ դրա բացման արարողությանը նախատեսում է հրավիրել միջազգային հեղինակավոր հյուրերի։ Ծառուկյանի խոսքով արձանը պետք է դառնա Հայաստանի ազգային վերածննդի, համերաշխության եւ աշխարհում ներկայանալու խորհրդանիշ։ Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում կքննարկի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան համաձայնագրի համապատասխանությունը սահմանադրությանը պարզելու համար։ Դրական եզրակացության դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կուղարկվի ազգային ժողով։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում եւ հունիսի 4-ին Երևանում։ Կառավարության ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում կլինի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Կառավարությունը կհաստատի ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների նոր չափերը նախագիծը ներառված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում եւ նպատակ ունի գործող որոշումը համապատասխանեցնել ոստիկանության գվարդիայի մասին օրենքին։ Դրանով ոստիկանության զորքերի ծառայողներ ձևակերպումը կփոխարինվի ոստիկանության գվարդիայի ծառայողներ ձևակերպմամբ։ Հավելավճարները կախված պաշտոնի զինվորական կոչումից եւ ատեստավորման գնահատականից կկազմեն 95,000-ից մինչեւ 560,000 դրամ։ Նախագծի ընդունման պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Դավթաշենի Սասնածռեր փողոցի շենքերից մեկի բակում 3-16-ամյա աղջկա դիեր հայտնաբերվել։ Պարզվում է աղջիկն ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դատական նիստին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ ներկայացրել է իր հիմնավորումները եւ խնդրել բեկանել առաջինատյանի դատարանի որոշումը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները դատարանից խնդրել են Մանուկյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Հաջորդ դատական ֆարսը կկայանա հուլիսի 17-ին։ Ինչպես հայրս ասել է, այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, հետևաբար Բաքվում պահվող հայ ռազմագիրիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես Հայաստանի դեմ ճնշման գործիք։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։ Այս հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի որդին Արմեն Իշխանյանն անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Իրաքի հարավում Ֆաո ռազմավարական նավահանգստի հարակից տարածքում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է կործանվել։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ այդ մասին հայտնել են Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրները։ Բասր նահանգի իշխանությունները նշել են միջադեպի հետևանքով նյութական վնասներ չեն արձանագրվել։ Ֆաո նավահանգիստը համարվում է Իրաքի կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծը եւ նախատեսվում է, որ ավարտից հետո կդառնա Մերձավոր Արևելքի ամենամեծ նավահանգիստը։ Դեպքի ծագման եւ անօդաչուի պատկանելիության վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն ներկայացվել։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջեմյունգը վաճառել է իր միակ բնակարանը եւ հայտարարել. այժմ սեփական տուն չունի։ Բնակարանը վաճառքի էր հանվել դեռևս փետրվարին իշխանությունների բնակարանային քաղաքականության նկատմամբ հանրային վստահությունը ամրապնդելու նպատակով։ Կառավարությունը խրախուսում է սեփականատերերին, որոնք չեն բնակվում իրենց տներում, վաճառել դրանք, փոխարեն դրանք չպահելով որպես ներդրումային ակտիվ։ Այդ քաղաքականությունը նպատակ ունի ավելացնել բնակարանային ֆոնդը եւ նվազեցնել դատարկ բնակարանների ազդեցությունը շուկայի գնագոյացման վրա։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով ԱՄՆ-ի հետ ռազմական էսկալացիայի նոր ալիքի ընթացքում վիրավորվել է ավելի քան 260 մարդ։ Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը հայտնել է. վիրավորների թվում կան 3 կին եւ 6 անչափահաս։ Ավելի վաղ հուլիսի 11-ին նախարարությունը հայտնել էր հուլիսի 8-ից սկսված հարվածների հետևանքով զոհվել էր 17 մարդ, իսկ վիրավորվել 115-ը։ Այս անգամ զոհերի թարմացված թիվ չի հրապարակվել։ Իրանական կողմը շարունակում է ներկայացնել նոր տվյալներ ռազմական գործողությունների շարունակման ֆոնին։ Financial Times-ը հաղորդում է, Իրանին դեմ վերսկսված ռազմական գործողությունները կարող են լրջորեն վնասել Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքին։ Հանրապետական ռազմավոր Ռոմ Բոնջենի գնահատմամբ Թրամփը Իրանի հարցում հասել է իր հնարավորությունների սահմանին, իսկ հակամարտության կարգավորումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Պարբերականը նշում է, առայժմ պարզ չէ, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստում սահմանափակել տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական ծախսերը։ Փորձագետ Բեքա Վասերի խոսքով լարվածությունը թույլատնելու նպատակով սրացման մարտավարությունը նախկինում հաջող արդյունքներ չի տվել։ Նրա գնահատմամբ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը եւս մինչ այժմ շոշափելի արդյունք չի ապահովել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. ժամանել է Կիև պատերազմի ընթացքում Ուկրաինա կատարած իր 11-րդ այցով։ Նա հայտնել է պատրաստում է ներկայացնել Եվրամիության եւ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Նրա խոսքով այցի ընթացքում կքննարկվեն նաեւ Ուկրաինայի եվրոպական ինտեգրման գործընթացն ու առաջիկա ձմռանը նախապատրաստվելու հարցերը։ Վերջինս նշել է, պաշտպանական համագործակցության խորացումը շարունակում է մնալ Եվրամիության առաջնահերթություններից մեկը։
Financial Times-ի փոխանցմամբ Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային ԵՄ-ի պաշտպանական վարկի մի մասը ծախսել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ ձեռք բերելու համար։ Խոսքը վերաբերում է 60 միլիարդ եվրոյի ծրագրի առաջին 5.9 միլիարդ եվրոյի տրանշին։ Ընդհանուր կանոնով ֆինանսավորումը պետք է ուղղվի ԵՄ-ում, Կանադայում կամ Մեծ Բրիտանիայում արտադրված սպառազինությանը, իսկ այլ երկրների բաղադրիչների մասնաբաժինը չպետք է գերազանցի 35%-ը, սակայն բացառություններ թույլատրվում են, եթե անհրաժեշտ արտադրանքը չի արտադրվում բավարար ծավալով կամ ընդհանրապես հասանելի չէ գործընկեր երկրներում։ Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։ Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր 16 մեգավատ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ 207 մետր բարձրությամբ կայանը տեղափոխվել է հարավչինական ծովի Լուֆենգի նավահանգստային հանքավայր, որտեղ արտադրված էլեկտրաէներգիան ստորջրյա մալուխներով կմատակարարվի նավթագազային հարթակներին։ Հարթակը ճոպաններով ամրացված է ծովի հատակին, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։ Տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, զգալիորեն նվազեցնելով վառելիքի սպառումն ու CO2-ի արտանետումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանը եւ Հեզբոլլահը կարող են ընդգրկվել Ռուսաստանի դեմ պատրաստվող նոր պատժամիջոցների փաթեթում։ Նրա խոսքով համապատասխան օրինագիծը դեռևս գտնվում է ԱՄՆ վարչակազմի քննարկման փուլում։ Թրամփը մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, փաստաթուղթը շարունակում է վերանայվել։ Հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Վաշինգտոնը շարունակում է քննարկել պատժամիջոցների ընդլայնման տարբերակները։ Վերջնական որոշում դեռևս չի հրապարակվել։ Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ։ Դատարանը նրա նկատմամբ կալանքի օրդեր է տվել մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի եւ մի շարք այլ մեղադրանքներով։ Գործը հարուցվել է Սումուդ մարդասիրական նավատորմի գործի շրջանակում Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա։ Նեթանյահուի հետ միասին մեղադրյալ են նաեւ 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ։ Դատախազությունը նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց կմնա բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի հետ առնչվող նավերի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կիրականացնի լիակատար շրջափակում այն նավերի նկատմամբ, որոնք ուղևորվում են դեպի Իրանի նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից։ Թրամփը նշել է, ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը կփոխանցվի Պարսից ծոցի երկրների հետ առևտրային եւ ներդրումային համաձայնագրերով։ Նա ընդգծել է, տարածաշրջանում նախատեսում են խոշոր ներդրումներ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Իրանը կշարունակի հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակը։ ԻՀՊԿ-ի տվյալներով ԱՄՆ-ի կողմից հրադադարի պայմանների խախտումից հետո իրանական ուժերը 6 անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ամերիկյան օբյեկտների վրա։ Թրամփը հայտարարել է, ամերիկյան զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով ռազմական գործողությունները կշարունակվեն ոչ միայն առաջիկա օրերին, այլև հաջորդ շաբաթ։ Թրամփը նշել է, ԱՄՆ-ն պատրաստ է թիրախավորել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե բանակցությունները չվերսկսվեն։ Նա նաև հայտարարել է, անհրաժեշտության դեպքում կարող են հարվածներ հասցնել Իրանի աղազերծման օբյեկտներին։ ԱՄՆ նախագահը հավելել է, Իրանը չնայած կրած հարվածներին շարունակում է պահպանել դիմադրելու կամքը։ Գիշերվա ընթացքում Իրան եւ Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ռազմական օբյեկտներին։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, հրթիռային հարվածով ոչնչացրել է Քուվեյթի Մինա Աբդալլա շրջանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի թիկունքային ապահովման կենտրոնը, ինչպես նաեւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի մի շարք օբյեկտներ։ Իրանական կողմը նաեւ հայտարարել է, Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական գործողությունները։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, 7 ժամ տևած գործողության ընթացքում խոցել է տասնյակ թիրախներ Իրանի առափնյա շրջաններում եւ Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Ըստ հրամանատարության հարվածները հասցվել են հրթիռային դիրքերին, անօդաչու համակարգերին, ռազմածովային ուժերի օբյեկտներին եւ ափային պաշտպանության միջոցներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, Թեհրանը գործնական քայլերով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նրա խոսքով Իրանը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը եւ չի նահանջի արտաքին ճնշումների առաջ։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ Իրանի հետ կապված նավերի։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը ցանկացած սցենարի դեպքում։ Չնայած շարունակվող բանակցություններին, երկու երկրների միջև ռազմական գործողությունները շարունակում են ակտիվ փուլում մնալ։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է սկսել է Իրանի դեմ հարվածների նոր փուլ։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն հաստատել էր Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային եւ անօդաչու հարվածները։ Իրանական կողմի պնդմամբ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել են զենքի պահեստներ եւ ռազմական ենթակառուցվածքներ։ ԱՄՆ-ն դեռ չի ներկայացրել նոր գործողությունների մանրամասները, սակայն հաստատել է հարվածների շարունակությունը։ Տարածաշրջանում ռազմական լարվածությունը շարունակում է արագ աճել։ Իրանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ ԻՀՊԿ-ն հայտարարել է գործողության ընթացքում ոչնչացվել են զենքի պահեստներ եւ ռազմական նշանակության այլ օբյեկտներ։ Ֆարս գործակալության տվյալներով հարվածի թիրախում են եղել նաեւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմը։ Իրանական կողմը պնդում է գործողությունները պատասխան են ԱՄՆ-ի ռազմական հարվածներին։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 16-ի եւ 20-ի կեսօրից հետո 17-ից 19-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով։